Դա եկանք մի Բրազիլիայի դեմ արդեն խաղանք Նեյմար ասի մտնեմ խաղ ժամանակ բանենք նայենք ռոպեները շատ կարին ենք հանք էլի մտա խաղ նույնս տրվում է ասի մտնեմ կմիացնեմ Ռոնալդո շատ լավ է շանս ստացեք բա ծուրեր Լավն է Կոմիտեի բենեֆիսներ ամբողջ օրը ինչ-որ ձայնագրություններ էր տարածում, տպավորությունը այնպիսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Միասնության թևերի վարչապետի Տեխնացու Արման Թաթոյանը 7 կոտորակիսում տեղամասում է մասնակցել քվեարկությանը։ Պատասխանելով հարցին, թե ՔՊ հանրահավաքի ժամանակ վարչական ռեսուրս է կիրառվել, մարդկանց ավտոբուսներով են բերել։ Արդյոք դա ազդել է ընտրությունների ընթացքի վրա, Թաթոյանն ասել է, որ ինքն անձամբ գրանցել է բազմաթիվ ընտրախախտումների դեպքեր։ Ես ուղղակի մեկ բան եմ խնդրում մեր քաղաքացիների դիմելով այս ընտրությունները պատմական նշանակություն են։ Մենք որոշում ենք այսօր մեր ապագան։ Մենք որոշում ենք մեր երեխաների համար, ինչ երկիր ենք մենք ունենալու մեզ համար։ Քաղաքական տարբեր թևերի առաջնորդները շարունակում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Օրելի փոգես դեմը Ամենայն հայոց գարեգի երկրորդ կաթողիկոսը հայ առաքելական սուրբ եկեղեցու ոգևոր հայրերի ուղեկցությամբ այցելել է Շաբաթի 14 կոտորակ 11 ընտրատեղամաս։ Քվեարկությունից հետո վեհափառ հայրապետը նշել է, որ ընտրությունը կատարել է աղոթելով հայոց պետության ամրության և ժողովրդի բարօրության համար։ Աստվածօգնական և պահապան լինի հայ ժողովրդին, իսկ Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն մեզ հետ և ողջ աշխարհի վրա այսօր և միշտ, բարեմաղթել է վեհափառ հայրապետը։ Անսասան բարի հայոց պետությունը Ֆերնանդես Բրունո Ֆերնանդես հաղթարելու մեր կյանքում արկա դժվարին ծանր այս փորձությունները և կերտելու հզոր ապահով անվտանգ օրինահարկ և բարոր երկիր Բրունո Ֆերնանդես Դավ շանսակ ծակի Գոլ 1-0 Շատ չեմ ուրախանա որտեղ կանան ունի խփեն էլի Եվ այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 480 ընտրող ընտրական Լավն է դիոս մանրամասների մասին այժմ կզրուցեմ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Տալիտա Գաբրիելյանի հետ։ Տիկին Գաբրիելյան, ինչպես կգնահատեք օրվա ակտիվությունը ընտրողների մասնակցությունը։ Ընտրողների մասնակցությունը նորմալ է, բնական է, իրենք ընթանում ընտրությունները մասնակցությունը ակտիվականի հասել Առավոտյան 8-ի ընտրական օրվա մեկնարկից ի վեր ինչ խնդիրներ են գրանցվել տեղամասում, արդյոք քաղաքացիները ծանոթ են ընտրակարգին և քվեարկության ընթացքում դժվարություններ ունենում են, թե ոչ։ Ճիշտ է, քվեարկության ընթացքում դժվարություններ չեն եղել, ավելի տեղեկացված են, ավելի հեշտ, ավելի նորմալ ձևով անցկացնում են բերենք Ստեփան, ես մենք հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ մենք Ռամուսինը բերենք Բալախովի բնակավայրի 29 կոտորակ 31 ընտրատեղամասում էին և զրուցում էին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ։ Այս թողարկման համար այստեղից այսքանը, հետագայում ևս հնարավորություն կունենանք ուղիղ կապ հաստատել։ Այո, Էդուարդ, շնորհակալ եմ, ես հիշեցնեմ Բալախովի 29 կոտորակ 31 ընտրատեղամասից վերջին տեղեկություններն էր հաղորդում իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանը։ Ընտրախախտումների արձանագրությունը շարունակվում է Թաշականի 17 կոտորակ
քվեաթերթիկը առանց հրարի քվեաթի մեջ գցելու փորձեր են նկատվել եւ Ալթունիքի մարզի Տակաշարքի ուղում էլ քվեական Գնել Սանոսյանն է ընդհանրամասի Կայց արա։ Գյումրու 31 ֆոտորակ 41 ընդհանրամասի տարված այս տեսանկյունից բաց է դառնում, որ քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին եւ այնուհետեւ նետում աղբակը։ Ժամը 11-ի դրությամբ ներքին գործերի նախարարությունը ստացել է 17 ահազանգ։ Արձանագրվել է կրկնակրթության 2 ձեռք, որոնցով կազմված Որը չոտկեր սարքել են խաղացողների դեմքի երեսները։ Սաղին։ Ու FIFA-ի մեջ ասես չոտկի չեն սարքել։ Հայաստան Դաշնքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբերման են ենթարկվում կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում որպես գաղափարցակնիվերն ու պատրվակով։ Այս հայտարարք եւ հակաօրինական վարչագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տերորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի գործառույթ խախտում, Պռոստը բախտերս բերում են։ Պահանջում ենք արձանագրել այս փաստը։ Ընտրողներին կոչ է կանում չընդգրկել այս ապօրինի գործողությունների առջև եւ վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։ Այս ապօրինությունները կազմակերպող եւ իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը։ Ստացել ենք տեղեկություն, որ տեղամասերից մեկում քաղաքացին փորձել է դուրս գնել 16 համարի քվեաթերթիկը։ Այս մասին ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբակցության Սխփում եմ ծուռը այդ։ Ալեքսանյանն է գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում, ավելացնելով, որ առավել քան վստահ է, որ սա ընտրակաշարք ստանալու պայմաններից մեկն է։ Նման բոլոր դեպքերում ահազանգ է լինելու ոստիկանություն եւ հուսով եմ իրավապահները հենց տեղից բերման ենթարկեն այդ մարդկանց ընտրակաշարք ստանալու կասկածանքով, գրել է Ալեքսանյանը։ Երևանի Երևանի վարչական շրջանի 10 կոտորակ 12 ընտրատեղամասում քվեարկած քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է թուրք ընտրողի։ Տեսանյութը հայտնվել է համակարգում։ Այսի եթանքը մի խփենք վերջը գտնենք։ Չէ եթանք դաբանիցի են դե շատ դժվար առնելու։ Իրանք առավելություն կունենան։ Ամենը պես դիգանենք էսի, բադիգանենք էսի։ Մերնա։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ շոտարերքյա հեռախոսահամարներից եւ էլեկտրոնային փոստի հասցեներից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զանգել եւ հաղորդակցություն Աբրիկոշտան։ եւ տեղեկություններ են տարածվել Ոչինչ, թե գուզ 1-0 բաց կրենք անցնենք։ Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության եւ տեղեկատվական հոգեբանական ճնշման փորձեր, որոնց նպատակն է խաթարել բնականon ընտրական գործընթացը, հասարակության մեջ տարածել անհանգստություն եւ անվստահություն, ինչպես նաեւ ծանրաբեռնել պետական կառույցների աշխատանքը։ Ոստիկանությունը եւ իրավապահ համակարգը լիովին վերահսկում են։ Հալալա Ռուբեն դիար։ Որտեղ մենք չտրվել համատեղեկատվությանը, չտարածել ճշտված տեղեկություններ եւ նման հաղորդագրություններ ստանալիս անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմիններին։ Սաշիտա։ Ընտրական գործընթացը խոչընդոտելու առանցքի Լավ պոստվեց, վրցրած, կոնտրատակա չանցավ։ Սա Պորտուգալիան հելա ֆինալ։ որոնց շրջանակում 252 հանդի նկատմամբ քրեական հետապնդում է հանդիպել 14 գործառույթների հանդի վերաբերյալ արդեն ուղարկվել է դատարան։ Հաղորդումներ ընտրական գործընթացը խոչընդոտելու վերաբերյալ մինչև այդ առավոտ ստացել է նաև հակակոռուպցիոն կոմիտեն։ Արեք հետապնդում է հարուցվել 224 անձի նկատմամբ։ Այդ թվում 96 անձի նկատմամբ ընտրակաշարք տալու եւ դրան արտադրելու համար, 107 անձի նկատմամբ ընտրակաշարք ստանալու եւ դրան արտադրելու համար, 15 անձի նկատմամբ
Հանրապետության տարբեր դրատեղամասերում քաղաքացիները շարունակում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Դրանց մի մասն ասում է, որ եկել է իր ձայնը տալու երկրի ապագայի։ Ֆինալում դեմ ենք Իսպանիա, այլ Իսպանիա Նիդերլանդներ, բայց Իսպանիայի դեմ ենք։ Վերջին սերիա։ Բասեք 1000 սերիային, վերջին սերիան է, սահանջիդը միասնենք խանք։